Այսօր նոր օր է, եւ այն տրված է քեզ Աստծո կողմից։ Դու արթնացար ոչ պատահականորեն, դու բացեցիր աչքերդ, որովհետև Տերը դեռ ունի ծրագիր քո կյանքի համար, եւ դա արդեն շնորհակալության պատճառ է։ Մենք հաճախ օրը սկսում ենք անհանգստություններով. ինչ կլինի այսօր, ինչպես հաղթահարել դժվարությունները, կհասցնեմ ամեն ինչ։ Բայց ուզում եմ հիշեցնել քեզ, դու միայնակ չես, քո կողքին է հենց Տերը։ Սաղմոսում Դավիթն ասում է. Տերը հովիվս է, ես ոչինչի կարիք չեմ ունենա։ Նա հանգստացնում է ինձ կանաչ արոտներում եւ տանում է ինձ հանդարտ ջրերի մոտ, զորացնում է հոգիս։ Այս խոսքերը պարզապես գեղեցիկ բանաստեղծություն չեն, դրանք ճշմարտությունն են յուրաքանչյուրիս համար։ Աստված քո հովիվն է։ Դա նշանակում է, որ նա հոգ է տանում քեզ համար, ինչպես բարի հովիվը հոգ է տանում իր ոչխարների մասին։ Նա գիտի քո ճանապարհը, նա գիտի քո թուլությունները, նա գիտի, թե որտեղ է պետք հանգստանալ, որտեղ զորանալ եւ որտեղ անցնել փորձության միջով։ Գուցե այսօր քեզ սպասում է ծանր օր, գուցե արդեն հոգնել ես խնդիրների դեմ պայքարելուց, բայց հիշիր, Աստված երբեք չի թողնում իր զավակներին։ Նույնիսկ երբ դու անցնում ես մահվան ստվերի ձորով, նա քո կողքին է։ Դու կարող ես վստահել նրան քո գործերը, այն ամենը, ինչ քեզ անհանգստացնում է, քո բոլոր ծրագրերը, երազանքները, հույսերը։ Նա ավելի լավ գիտի, թե ինչպես դրանք կարգավորել, որովհետև ով եթե ոչ արարիչը, գիտի քո ճանապարհը սկզբից մինչև վերջ։ Ասա հենց հիմա. Տեր, ես քեզ եմ տալիս այսօրը, ես քեզ եմ վստահում իմ կյանքը, վարի ինձ, զորացրու ինձ եւ օգնիր ինձ գնալ քո հետևից։ Երբ օրը սկսում ես աղոթքով, Աստծո խոսքով, դու կարծես ամուր հիմք ես դնում, եւ այնուհետև ինչ էլ որ լինի, չի կարող քեզ կործանել։ Նայիր Հիսուս Քրիստոսին, նա անցավ տառապանքների, ցավի, մենության միջով, բայց քո համար նա տվեց իր կյանքը, որպիսի դու ունենաս հույս։ Եվ այժմ նա կենդանի է, քո կողքին է, աջակցում է քեզ եւ ասում. մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Թող այսօր քո սրտում լինի խաղաղություն, թող Աստված լցնի քեզ վստահությամբ, որ ամեն ինչ նրա ձեռքերում է։ Միշտ ապիր հենվել միայն քո ուժերի վրա, դրանք սահմանափակ են, բայց հենվիր Տիրոջ ուժի վրա, այն անսահման է, եւ եթե հանկարծ ինչ որ բան չստացվի, հիշիր, դա վերջը չէ, դա պարզապես ճանապարհի մի մասն է։ Նույնիսկ եթե ինչ որ բան կորցնես, Աստված գիտի, թե ինչպես քեզ դալ ավելի լավը։ Նույնիսկ եթե ինչ որ բան չստացվի, դա նշանակում է, որ նա ունի այլ, ավելի ճիշտ ճանապարհ քեզ համար։ Սաղմոսերգուն ավարտում է իր խոսքերը այսպես. միայն բարությունն ու ողորմությունը թող ուղեկցեն ինձ իմ կյանքի բոլոր օրերում, եւ ես կբնակվեմ Տիրոջ տանը երկար օրեր։ Սա խոստում է քեզ համար։ Աստծո բարությունն ու ողորմությունը ուղեկցում են քեզ այսօր, ոչ պատահականորեն, ոչ երբեմն, այլ ամեն օր։ Եկ միասին աղոթենք. Տեր, շնորհակալ եմ քեզ այս նոր օրվա համար։ Ես քեզ եմ տալիս իմ սիրտը, իմ գործերը եւ իմ մտքերը։ Վարի ինձ այսօր, զորացրու ինձ, տուր ինձ ուժ անցնելու բոլոր դժվարությունների միջով։ Թող ամեն ինչում ես հենվím քեզ վրա եւ տեսնեմ քո ձեռքը։ Օրհնիր ինձ եւ իմ հարազատներին, լցրու իմ տունը քո խաղաղությամբ եւ սիրով, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։